Ձեզ համար ամենաէմոցիոնալ դրվագը որն է գրքի։ Մի քանիսն են։ Կարծում եմ, որ վերջին մասը, երբ որ 98 թվականին լինում է իշխանափոխությունը եւ դրանից հետո թեև մարդկային հարաբերությունները Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի չեն խզվում, պահպանվում են, բայց իհարկե արդեն այդ հարաբերությունները չեն, բայց կարծում եմ երկուսն էլ փորձել են այդ հարաբերությունները հնարավորինս պահպանել։ Ինչքանով որ դա թույլ է տվել այդ ժամանակը քաղաքական տարաձայնությունները փաստացի իրենց երկու տարբեր ճամբարներում գտնվելը մի քանի դրվագներ կան հայտնի նամակը իհարկե Վանո Սիրադեղյանի Վազգեն Սարգսյանին, որը հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ գարնան ներգրվել Արամ Սարգսյանը Վազգենի եղբայրը պատմում էր, որ անընդհատ գալիս էր իրենց տուն Արարատի տուն Տիկին Գրետայի մոտ եւ լաց էր լինում, դա իհարկե անսպասելի է, որ այդ մարդիկ, որոնց մասին մենք հիմնականում միֆեր եւ լեգենդներ ենք լսել եւ թվում է, որ այդ մարդկանց որևէ մարդկային բան բնորոշ չէ, կարող են շատ մարդկային լինել։